ԵԱՏՄ գագաթնաժողովից առաջ Աստանա ուղևորվող ինքնաթիռից է Ռուսաստանի նախագահի մամուլի խոսնակը իր խոսքով իրերն իրենց անունով կոչում։ Ռուսաստանը Հայաստանին էժան գազ է տալիս սուբսիդիաների հաշվին։ Դա Ռուսաստանի օգնությունն է Հայաստանին, դա Ռուսաստանի հաշվին է արվում, ասում է Պեսկովը։ Արտոնությունը միշտ ինչ-որ մեկի հաշվին է տրվում, այն երկնքից չի ընկնում։ Հայաստանին տրվող արտոնությունը Ռուսաստանի Դաշնության հաշվին է։ Սա իսկապես մեր ներդրումն է Հայաստանի զարգացման գործում, որովհետև հայ ժողովուրդը մեզ համար եղբայրական ժողովուրդ է։ Այդ երկիրը եղել է ու կլինի մեզ համար եղբայրական երկիր, բայց նաև պետք է իրեն իրենց անուններով կոչենք։ Այո, արտոնությունը մեր հաշվին է։ Դա մեր օգնությունն է Հայաստանին։ 1000 խորանարդ մետր գազի համար Հայաստանը $177.5 է վճարում Ռուսաստանին, մինչդեռ Եվրոպան նույն գազը Մոսկվայից գնում է 1000 խորանարդ մետրի համար միջինը $600-ով։ Եվրոպացիներին, երբ հիմա գազը վաճառվում է $500-ից $800, նրանց ոչ ոք չի օգնում իրենց հաշվին։ Ամերիկացիները նրանց օգնում են հենց եվրոպացիների հաշվին, բայց մեծ գումարի դիմաց։ Պեսկովից բացի այսօր նաև Դաշնության արտգործնախարարությունն է խոսել գազից։ Ըստ Մարիա Զախարովայի, Մոսկվան այսօր Հայաստանի արտաքին գործերի և տարածքային կառավարման ու ենթակառուցվածքների նախարարություններ նամակ է ուղարկել, որով զգուշացրել է, որ կկասեցնի կամ միակողմանի կչեղարկի Հայաստանի հետ գազի, նավթամթերքի և չմշակված ադամանդների մատակարարման վերաբերյալ համաձայնագրերը, եթե Հայաստանը շարունակի Եվրամիության անդամակցության գործընթացը։ Ես ասում եմ, որ Հայաստանի ժողովուրդը պետք է ունենա այլընտրանք։ Նիկոլ Փաշինյանը Գառնիում քարոզարշավի ժամանակ է արձագանքել Կրեմլի զգուշացումներին։ Նա անդրամաբանական է անվանել Հայաստանին գազի թանկացմամբ սպառնալը, որովհետև մենք կունենանք այնքան փող, որ կարող ենք եվրոպական գներով գազ գնել։ Անդրամաբանական է Հայաստանին սպառնալ, ասենք օրինակ թանկ գնով, որովհետև թանկ գնով սպառնալիքին կա պատասխան։ Մենք շատ ավելի փող կունենանք, որ դա մեզ թանկ չթվա, հասկանում եք։ Մենք այլևս են կուչեկած, պլեչին կակա ասող պետությունը և ժողովուրդը չենք։ Գործող իշխանությունը մրցակից չունի ստախոսությամբ, մրցակից չունի մարդկանց խաբելու գործում։ Արդյոք Նիկոլ Փաշինյանը պատկերացնում է, թե ինչ գումարի մասին է խոսքը։ Նախորդ տարի Գազպրոմը Հայաստան է մատակարարել մոտ 2 միլիարդ 700 միլիոն խորանարդ մետր գազ, որի համար վճարել ենք շուրջ $480 միլիոն։ Եթե Ռուսաստանը չեղարկի գազի արտոնյալ պայմանագիրը Հայաստանի հետ ու 1000 խորանարդ մետր գազի համար եվրոպական գին $600 պահանջի, ապա Հայաստանը ստիպված է լինելու տարեկան շուրջ $1 միլիարդ 620 միլիոն վճարել, այսինքն $1 միլիարդ 139 միլիոն ավելի։ Մեր բնական շահերը հետապնդում էր, որ հարաբերությունները Ռուսաստանի հետ առնվազն թշնամական չլիներ, այսինքն բարի դրացիական։ Էներգակիրների թանկացման մուլտիպլիկատիվ վատ էֆեկտը ուղղակի մեր տնտեսության համար անդառնալի կլինի, չեն դիմանա։ Էներգետիկ փորձագետ Մեսրոպ Մանուկյանը բացատրում է, Փաշինյանը գուցե կարող է իր ընտրազանգվածին համոզել, թե Թուրքիան ու Ադրբեջանը կօգնեն Հայաստանին հաղթահարել էներգետիկ ճգնաժամը ռուսական գազի թանկացման դեպքում։ Թանկ գնով սպառնալիքի։ Բայց կարճ ժամանակ անց հպարտ հարկատուներն իրենց մաշկի վրա կզգան այդ կեղծիքի հետևանքները։ Այդ երկրներից Հայաստան մտնող գործող գազատար չկա։ Եվ եթե Նիկոլ Փաշինյանը եւ իր եղբայրները Ալիևն ու Էրդողանը կփորձեն այնուամենայնիվ գազ տալ, դա հարց է, քանի տարի կտևի մեկ այդ ամբողջ գազամուղը կառուցելը, որտեղ չկա գազամուղ։ Մանուկյանը հիշեցնում է, Ադրբեջան ինքն է Ռուսաստանից գազ գնում, վերավաճառում Եվրոպային, հազիվ թե Մոսկվան հանդուրժի Բաքվի գազային խաղերը։ Ռուսաստանը թույլ կտա, որ ինքը Ռուսաստանից գազը վերցնելով վաճառելով Եվրոպային, այս պարագայում Հայաստանին ինքը այլ գնով գազ վաճառի, այսինքն դա նույնպես հեքիաթների շարքից է։ Էներգակիրների հնարավոր թանկացումը Հայաստանի տնտեսության համար անդառնալի հետևանքներ է ունենալու, ասում է Մանուկյանը։ Հարվածը առաջինը զգալու են ջերմոցատերերը, ջերմոցները գազով են ջեռուցվում։ Այդ ոլորտը ուղղակի կմահանա, եթե հանկարծ չտա Աստված ԵԱՏՄ սառեցնի Հայաստանի կարգավիճակը, դուք հասկանում եք, որ մենակ այդ էներգետիկ ոլորտը չի, այսինքն խմիչքների շուկան ամբողջությամբ պարալիզացում գինի, կոնյակ, խայտառակություն է լինելու։ Հիմա սկսում է մեր գյուղմթերքի արտահանումը, մրգերի ինչ ենք անելու, որտեղ ենք վաճառելու։ Ըստ փորձագետների Նիկոլ Փաշինյանը հունիսի 7-ին խորհրդարանական ընտրությունը ԵԱՏՄ-ից դուրս գալու
ԵՄ-ին անդամակցելու հանրաքվեի է վերածում։ Փաշինյանն այսօր ըստ էության դա հաստատել է։ Ես ասում եմ, որ Հայաստանի ժողովուրդը պետք է ունենա այլ ընտրանք։ Պետք է ունենա այլ ընտրանք լինել ԵԱՏՄ կազմում, թե լինել Եվրամիության кazmում։ Այդ ես չեմ որոշելու ժողովուրդ։ Այդ ես չեմ որոշելու։ Այդ հզորն է որոշելու։ Հզորը ով է։ Мы сейчас уточним. Վաղը Ղազախստանի մայրաքաղաքում առանց Փաշինյանի կսկսվի ԵԱՏՄ անդամ երկրների ղեկավարների գագաթնաժողովը։ Օրակարգը հեշտ չի լինի Հայաստանի պատճառով, ասել է Պուտինի մամուլի խոսնակը։ Вопросов, касающихся Նույն օդանավով Աստանա թռչող դաշնության փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը սակայն բացառել է Հայաստանի դեմ սահմանափակող միջոցների ընդունումը գագաթնաժողովում։ Օվերչուկը սակայն հավելել է, որ Եվրամիություն ձգտող Հայաստանի քայլերն անորոշություն են ստեղծում ներդրողների համար։ Մենք անշուշտ գոհ չենք դրանից եւ ձգտում ենք, որ մեր տնտեսական հարաբերություններում որոշակիություն լինի, որքան հնարավոր է շուտ։ Երևանը շատ լավ գիտակցում է ինչպես արտոնությունների շրջանակը, այնպես էլ ԵԱՏՄ մյուս անդամ պետությունների հետ առևտրի ծավալը։ Օվերչուկն այդուհանդերձ նշել է, որ եվրոպական չափանիշներին եւ եվրոպական տեխնիկական կանոնակարգերին անցնելու ուղղությամբ Հայաստանի կողմից իրականացվող աշխատանքները ռիսկեր են առաջացնում ու դրան կանդրադառնան Աստանայում ԵԱՏՄ առաջնորդների գագաթնաժողովում։ Կարնե Մանգասարյան, Նորա Շարբաթյան եւ Գագիկ Տեր-Ղազարյան, Հայլուր։